Ադրբեջանը հետ քայլ է անում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններում, բայց հետ քայլ չի անում այդ ճանապարհն ստանալու իր ցանկություններում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս կամ այն ձևով միշտ համոզելու է, ստիպելու է կամ պարտադրելու է, որ ստանա ճանապարհ։ Հիմա արդեն Ադրբեջանն կարծեք թե փորձում է քայլ հետ անել, ասել է թե թող միջանցք չկոչվի, ինչ ուզում եք թող կոչվի, բայց պետք է այդ ճանապարհը լինի։ Ուզում եք ճանապարհ կոչեք, հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Պրահայում Գլոբսեկ ֆորումի ժամանակ։ Հաջիևը նկատել էր, որ իր հայ գործընկերները նեղվում են միջանցք բառից։ Սպասում ենք, որ Հայաստանը լուրջ քայլ կանի առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ։ Ես գիտեմ, որ հայկական կողմին անհանգստացնում է միջանցք բառը։ Ես միշտ կատակով ասում եմ, որ կցանկանայի Ադրբեջանի ամբողջ տարածքը վերածվեր միջանցքի։ Կարող են ճանապարհ անվանել, թեկուզ անցում, կապ չունի։ Գլխավոր հարցը Նախիջևանի հետ ուղիղ կապի հաստատումն է։ Թեև Ադրբեջան Նախիջևան կապի համար Իրանը ճանապարհ է տվել իր տարածքով, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականն էլ 6 օր առաջ հայտարարել է, որ Թեհրանը խափանել է Զանգեզուրի միջանցքի ծրագիրը, Բաքուն շարունակում է պահանջել Նախիջևանի հետ կապ հենց Սյունիքի տարածքով։ Խնդիրը ոչ թե զուտ ճանապարհի կամ դրա անվան մեջ է, այլ դրա ստատուսի մեջ։ Իրականում հողի վրա ինչ կարգավիճակ կունենա Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Ադրբեջանը փորձում է իր համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու ենթակառուցվածք ստեղծի։ Այդ ենթակառուցվածքից մեկը ճանապարհն է, որը այս փուլում նույնիսկ կարող է թվալ, որ հայկական նարատիվներով է ձևավորվում, հաջորդը դա այսպես կոչված ադրբեջանցիների բնակության խնդիրն է, որով Ադրբեջանը ստանալու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու իրավունք եւ հնարավորություն։ Քաղաքագետ Ադրբեջանի քաղաքականությունը համեմատում է Կիպրոս-թուրքական ներխուժման հետ, երբ օկուպացվեց տարածքի 40%-ը։ Եթե նույնիսկ այս փուլում համարի, որ չկա բավարար աշխարհաքաղաքական պայմաններ իր ծավալապաշտական նպատակներ իրագործելու համար, ապա երկարաժամկետ ռազմավարության մեջ կարող է ամրագրել այսպիսի պայմաններ եւ դրանք առնվազն այս փուլում ստեղծելու որոշակի հնարավորություններ։ Արդյոք Ադրբեջանը չի օգտվի Իրան-Իսրայել հակամարտությունից Սյունիքի վերաբերյալ իր ցանկություններն իրականացնելու համար։ Այս փուլում կարծում եմ ոչ։ Քաղաքագետի խոսքով, քանի որ Իրանը ամուր է կանգնած Իսրայելի դեմ պատերազմում, Ադրբեջանն Իսրայելին պետք է որպես ռեսուրսային բազա, որը հետագայում Իրանի դեմ ռազմական գործողությունների ծավալման դեպքում կարող է կիրառել։ Բացի այդ, Իրանի դեմ պայքարում Իսրայելը որպես պահուստային տարբերակ է պահում Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիներին, որոնց ակտիվացնելով կարող է պայթեցնել Իրանի ներքաղաքական կյանքը։ Իսկ այդ հարցում Թել Ավիվին կարող է օգնել միայն Բաքուն։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։